Կամավորական ճակատները, չնյացի, ինուսի դիվա, դեր սովետա, կան հեշտ չեն, ասենք, ինչ ամոսի աճար է, ինչ աճար է, եմ համար ոնցել է պատմությունները, կարեսա ֆիլմ է, դեպը չէ։ Ինքը Արարատի ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարն էր այդ ժամանակ։ Այդ ժամանակ իրան չենք այդպես ճանաչում, այդպես ճանաչված չէր, բայց քանի որ արդեն երասխեր, ինքը դարձավ ոնց որ տանտեր, ընդունող կողմը դիմնի, կազմակերպիչի պետք է լինի ինքնաբերաբար, հետո դաշտը նախաձեռնության մեծ հնարավորություններ էր տալիս կամ պարտադրում էր, չէ, լիքը հարցեր լուծել սննդի, չգիտեմ, զենքի, միսի բանի, այդքան վրաններ խփել է, շատ հետաքրքիր գիշեր էր, հետո հիշում եմ, որ այդպես ստացվեց, դες ղեկավար էի, շվարթության անդամ, բաները, լուրջ պաշտոն էր, կարծա շվարթության նախագահ Պետրոսյանն այնտեղ, Վարդին Արարքյանն այնտեղ, ինչ շրջեինք, այսպես ասած, տեսնեինք ինչ վիճակում են ջոկատները, բաները, շատ հետաքրքիր։ Այդպես ես ծանոթացավ Վազգենին մոտիկից, այդպես քայլեցինք իրար հետ, ինքը ինձ ճանաչում էր հենց որպես թիվ 183-ի արդեն այն ժամանակ կրկամալիր էր արդեն, այդպես ինքը ճանաչում էր և հենց ընդգծված ակնածանք, շատ չթաքցնող ակնածանքներ էին, այդպես քայլեցինք, անցանք բաներով, մտանք այդ վրանները, ընդեղ արդեն բան էին տալիս, չեստ էին տալիս, դիմավոր էր, բան, երասկի ճակատամարտը Վազգենին բերեց պատահական չի, որ հետո ինքը դարձավ ինքնապաշտպանական ջոկատների, հետո կոչվեց երկրապահ կամավորների միություն, հրամանատար դարձավ, նրան ընդունեցին, բայց այդ ժամանակ ինքը մեկ ամտավ որպես գրականության մարդ էր, սկզբից արդեն իր պատմվածքները տպվում էր, գարում նրան կարդում էին, նրան սիրում էին, ճանաչում էին, մեծ ակնածանք ուներ, Վանոյի նկատմամբ սիրադեղան էր, չեմ ասում Հրանտ Մանթևոսյանի նկատմամբ իրեն կային, Հրանտը պարզա կենտրոնի լեգենդ էր արդեն պես են, այդպես։ Հետո երբ որ արդեն Արատեսի բանը սկսվել էր, ես պատմեմ են ինչ-որ ավելի շատ բանին առնչվում, ձեզ կարող է բան լինել, մնացած կարող է դաշտիճը։ Հետո որ բանի Արատեսի բանն էր սկսվել, ու ես շինարար էի փնտրում, մեկ որ մեր խոսակցության մեջ ինքը ասեց, լսել եմ Արատեսում բան է կառուցում, ասեց ես լավ շինարար գիտեմ։ Ու այդպես այդ Ռոմիկ կար մանգա, կարծեմ Մանգասարյան, և Արտուր Կարապետյան կար, իրանք հայտնի շինարարներ են։ Ու պարզվեց արարացի էին իրանք, ասեց հենց հիմա գնանք, ես ծանոթացնեմ քեզ։ Այդպես գնացինք, մտանք այդ ոնց որ կառավարիչների սենյակը, բան, այդպես ներկայացրեց, ծանոթացանք, այդպես գնացինք, որ ինքը շատ բան ասեց, Բլեանը հենց դժգոհեց, դուք Արարատը թողում եք։ Ասենք Արարատը չեք ապրել, այդ ինքը ոգևորված էր մեր Արատեսի բանով, հետո ես իրան մի ձինը բերեցի ժամանակին, այդ բանից արդեն գրավյալ տարածքներից, մենք նա Չարդախլու գյուղից բան ունեինք, ընկեր ունեինք, նշանավոր Արցախի Չարդախլու գյուղը, որ շատ գեներալներ ատվել, մանատվել, չէ, մարշալներ ատվել, այդ ընկերը Արատեսի ոնց որ պատասխանատուն էր, ինքը լավ ունեն ձի գողացող էր, մի օր բան արեց, ասեց ինձ մի 3 օրով ժամանակ տոր գնամ, ես չեք ձի փող տալիս էլ, ես գնաց մի 20 քանի ձի քշեց,
Միջև հիմա այդ ձորում հիշում են, որ շատ-շատերը ձիուտեր դառան այդ ձորով, այդքան ձիտես է բան արել։ Այդ որ բան եղավ, ասեցի լավ Վազգեն այս թողորմածիկ ինքը ուներ համարս ընկեր Մովսեսը, որը ողբերգական մահացավ, այդպես։ Հետո ես որ բանով անցնում էի, դե շատ էի անցնում, Արադը շատ էի գալիս, Արարատով անցնում էի։ Վազգենը դել բաներ դրեիմ առաջ, եթե դու Արարատով անցնես մեր տուն չմտնես, այդ լավ չի, այս պայմանավորվել են, որ չեմ անցնում էլի, անպայման ասում եմ, դե բջջային բան չկար, զանգել բան այդքան հեշտ չէր, պետք էր մտնել, չէ, ինքը բանը, ասում են մեկ այս կիմանամ, կասեմ այդ բան, ու իրոք շատ եղավ, որ դեց հումոր, բայց որ մտնում էինք, նստում էինք իրանց տանը, ու տենց, ասենք ժամեր կարող էինք խոսել, այդ մեր մարդկային ընկերությունը կապը ստացվեց, ու ինձ բաներ անում միշտ իրա ակնածանքը, ինքը կամ դա իմ ուսուցիչ լինելու էր վերագրված, կամ այդ մանկավարժությունը իր համար կարևոր էր այդ գործը, որ մենք անում ենք, այդ կարևոր էր։ Հետո դե Վազգենը արագ թափ հավաքեց, երկրապահ եղավ այդ բանակի հիմնադիրը, չէ, պես, արդեն եկավ երկրորդ, իդեպ ես որ արդեն դարձա լուսավորության նախարար, որը Վազգենը շատ ողջունեց, և այն որ դասագրքերի բանը սկսեցինք, գիտեք, մի երկու տարի Հայաստանում դասագրքեր չէին տպվում, դպրոցները առանց այդ գրքերի էին բանը, բյուջեին փող չկար, այս որ նախարար նշանակվեցի, պարզապես դպրոցները էին առանց ֆիզիկապես գրքերի, ոչ թե լավ գրքերի, վատ գրքերի, այլ որ չէին տպվել, այդ գրքերը մաշված էին, չէ, չօգտագործված էին, ինչ-որ, և ասենք հանուր բյուջեին փող չկար, մենք պետք է արագ որոշեինք, ես պիտի արագ որոշեի, թե ինչ ձևով տպագրվեն դասագրքերը, ես այդ ժամանակ մտցրեցի բաժանորդագրությունը, ասեցի լավ, ամեն մի ծնող կարա էլի իր երեխու գրքերը առնել, լավ պետությունը փող չունի, ու մտցրեցինք դասագրքերի բաժանորդագրություն, այն ժամանակ են ուսում ծառայություն ստեղծեցինք,